Փետրվարի 18-ին մեծ պահքի առաջին չորեքշաբթի օրը Մայրաթոռի միաբանությունը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մասնակցեց արևակալի ժամերգությանը։ Մեծ պահքի շրջանում կատարվող այս խորհրդավոր արարողությունը ըստ Մաղաքի arczepiskopos Օրմանյանի մեր եկեղեցու ծիսական կյանք է մտել դեռևս 7-րդ դարում։ Այսօրը վաղառավոտյան եկեղեցիներում հնչող շարականները լույսի եւ աստվածային էության փառաբանությունն են։ Արևակալի ժամերգությունը հիշեցնում է նաև Քրիստոսի երկրորդ գալստյան և արդարների հարության մասին։ Արևակալը որ արև արդեն երազ է, արեքա երազ է։ Եվ անշուշտ խորհրդանի շատ է, որ ոնց որ արևը լույս կբերի աշխարհին, լուսավոր է խավար աշխարհը, մեր Տեր Հիսուս Քրիստոս իր քարոզչությամբ իր ավետարանով փրկության ուրախ լուրը եւ լույսը բերավ աշխարհին։ Հետևաբար սովորություն դարձել մեծ պահքի ընթացքին չորեքշաբթի առավոտները կատարվին արևակալի ժամերգությունը առավել արևոդյան ժամերգության։ Աղոթները ուղղված են դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս որպես լույս աշխարհի եւ մենք աղոթենք որ այս առողջության շնորհիվ ընթացքին մեր Տերը գրգե իր իմաստության, խաղաղության, սիրո լույսը մեր կյանքերեն դες մեր ամենօրյա մարտահրավերները հաղթահարելու համար եւ ավետարանա հիմն կյանք ապրելու մեր կյանքի մեջ։ Արևակալի ժամերգությունն ավելի վաղ շրջանում առավոտյան ժամերգության վերջաբանն է եղել եւ միայն 7-րդ դարում Եզր առաջին Փառաշնակերտցի կաթողիկոսի կարգադրությամբ է առանձնացվել։ 12-րդ դարում Ներսե Շնորհալին անդրադառնալով այս ժամերգությանը արևակալի համար գրել է «Արևելից մինչ իմուտս, ճգնավոր Աստծո, ճանապարհ եւ ճշմարտություն, լույս արարիչ լույս» 4 երգերը, այսպիսով ստեղծելով արևակալի ժամերգության այս անկրկնելի օրինակը։ Սաղմոսներ կան երգեր, որ միայն բացառապես արևակալին երգեցվին։ Գիտեք, քանի որ նաև մեծ պահքի ընթացքին գրենք շեշտադրումը գլա նաև այս սաղմոսներու իմաստին վրա, որ ընդհանրապես զղջումի ասկին կոչ կամ հրավեր ինքնակնդության զղջալու, մաքրվելու, որ միայն արևակալի առողջության մեջ են։ Արևածագին յուղաբեր կանայք այցի եկան Տիրոջ գերեզմանին եւ հրեշտակը հայտնեց, որ նա հարություն է առել։ Արևածագին Հիսուս երևաց իր աշակերտներին։ Արևակալի ժամերգությունն էլ կատարվում է մեծ պահքի չորեքշաբթի օրը առավոտ կանուխ։ Մայրավանքում հայոց հայրապետը միաբանների հետ ծնջադիր աղոթքով հայցում է Աստծո ողորմածությունը մարդու տկար բնության հանդեպ, խնդրում, որ Քրիստոս մեր հոգիներում ծագեցնի հոգևոր լույսը, որը նույնքան կարևոր է, որքան արևի լույսը։ Լիանա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։